Հայաստանի երկաթուղային համակարգը հայտնվել է աշխարհաքաղաքական մեծ խաղի կենտրոնում։ Կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու եւ Ղազախստանին փոխանցելու Փաշինյանի հայտարարությունները անընդունելի են ռուսական կողմի համար։ Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը երեկ հայտարարեց, որ երկաթուղու կառավարման կոնցեսիան Ռուսաստանին փոխանցելու հարց չեն քննարկում։ Կարող եմ ասել, որ նախ մենք որևէ մեկին որևէ զիջում անելու ծրագրեր չունենք։ Երկրորդ, մեր գործընկերները Հայաստանում այս հարցերը մեզ հետ պաշտոնական մակարդակում չեն քննարկել։ Ղազախստանի հետ այդ հարցի շուրջ եւս որևէ շփում չի եղել։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց երկաթուղու կոնցեսիոն կառավարումը մեկ այլ երկրի՝ Ղազախստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Քաթարին փոխանցելու վերաբերյալ քննարկումների մասին։ Հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Պետք է նայել։ Օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը։ Ընդամենը օրեր առաջ մարտի 26-ին Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը կհամաձայնեն կառավարումը փոխանցել Ղազախ գործընկերներին։ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել՝ լավ, համաձայնենք, եկեք տենց անենք։ Նկատի ունեմ քննարկում մի քիչ այլ ռեժիմ է, բայց տենց գաղափարներ կան թևածող։ Մենք հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ։ Փաստացի Ռուսաստանը մերժում է այս տարբերակը։ Փաշինյանը կառավարչին փոխելու պատճառ է նշում, թե իբրև միջազգային գործընկերները խուսափում են Հայաստանը դիտարկել որպես տարանցիկ ուղի, քանի դեռ այստեղ ռուսական ներկայություն կա։ Փորձագետ Վահե Դավթյանը այս հայտարարությունը համարում է մերկապարանոց, քանի որ այս պահին Հայաստանը դեռևս ապաշրջափակված չէ ու տրանզիտային առումով հրապուրիչ չէ։ Սակայն եթե նույնիսկ գրավիչ էլ դառնա, այդ որ երկրներին է խանգարում Ռուսաստանը։ Վահե Դավթյանի խոսքով պատասխանը թաքնված է միջին միջանցք մեգանախագծում։ Սա արևմուտքի համար ռազմավարական այլընտրանք է շրջանցելու Ռուսաստանը եւ ուղիղ կապ հաստատելու Կենտրոնական Ասիայի հարուստ ռեսուրսների հետ։ Իրանի, Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար ռուսական կապիտալը խնդիր չէ։ Խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որոնք միջին միջանցքը տեսնում են ոչ միայն որպես տնտեսական, այլև թյուրքական աշխարհի ինտեգրման նախագիծ։ Ով է մնում վերջը, իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք նպատակ հետապնդելով Հայաստանը տեղավորելու միջին միջանցքի ռազմավարության մեջ դիտարկում են ռուսական գործոնի առկայությունը այստեղ որպես լուրջ խոչընդոտ։ Թեպետ Ղազախստանը ներկայացում է որպես այսպես ասած չեզոք միջնորդ, որն ունի եւ փորձ եւ շահագրգռվածություն դառնալու կամուրջ արևմուտքի եւ արևելքի միջև, սակայն փորձագետի կարծիքով Ղազախստանն իրականում նաեւ այլ դեր է խաղալում։ Միջին միջանցքը դա մի նախագիծ է, որը մեծ հաշվով ուղղված է բացի այդ տնտեսական խնդիրները լուծելուց նաև ինտեգրելու թուրքական աշխարհը։ Այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչու այդքան մեծ ուշադրություն դարձվում Ղազախստանին, ղազախական գործոնին, որը միջին միջանցքի առանցքային խաղացողներից է, որը թուրքական երկրների կազմակերպության լիիրավ անդամ է, որը թուրքական աշխարհի առանցքային, այսպես հենասյուներից է։ Եվ ես կարծում եմ, որ խնդիրը դիտարկում ենք ոչ թե տնտեսական տրամաբանության մեջ, այլ աշխարհաքաղաքական, ամեն ինչ դառնում է բավականին բարձր ու հասկանալի։ Հայկական երկաթուղին հարավկովկասյան երկաթուղիներին կոնցեսիոն կառավարման հանձնվեց 2008 թվականին 30 տարով։ Ըստ պայմանագրի դեռևս 12 տարի ռուսական ընկերությունը պետք է իրականացնի կառավարումը։ Փաշինյանը ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա։ Հայտնի է, որ Հայաստանի վարչապետն է խնդրել այս հանդիպումը։ Կրեմլից հայտնում են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակից բացի, Փաշինյանն ու Պուտինը անդրադառնալու են նաեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Ենթադրվում է, որ այս համատեքստում քննարկման օրակարգում կլինի նաեւ երկաթուղու կառավարման հարցը։